Ողջույն հարգելիներս, մոդելավորելու եմ այսպիսի մոդել, բայց այս տեսանյութի մեջ ցույց եմ տալիս միայն վերլուծությունը։ Այս վերլուծությունը անհրաժեշտ է, երբ որ դուք աշխատում եք պատվիրատուի հետ, երբ որ պատվիրատուն եկել է ինտերնետից գտած ինչ-որ մի մոդելով, լավ կլինի, որ դուք ունենաք այսպիսի տպած տարբերակով, որպեսզի կարողանաք հաճախորդի հետ քննարկել բոլոր կարերը։ Լինում են մոդելներ, որտեղ կարերը նկարով չի երևում, այսինքն որակը վատ է լինում, այդ դեպքում դուք պետք է մտածեք, թե որտեղ պետք է լինի այդ կարերը։ Կոնկրետ այս մոդելի վրա երևում են բոլոր կարերը։ Հաճախորդի հետ քննարկվում է, թե որտեղ կարելի է փոփոխության ենթարկել ըստ կտորի, որից որ կարվելու է սա, որտեղ այն նույնպես կարող է տարբերվել։ Հաճախորդի հետ քննարկվում է նաև բոլոր այն փոփոխությունները, որ կարող եք կատարել ըստ հաճախորդի կազմվածքի եւ հասակի, որտեղ ըստ հասակի համամասնությունները դա մեր պրոպորցիաներն կարող է ըստ հասակի հաճախորդի համար փոփոխության ենթարկվել։ Դա գրպանների տեղերն են, չափերն են, այս լայնություններն են եւ ամեն տեսակի երկարություններն են, որը կարող է հաճախորդի համար օրինակ մի փոքր կարճ լինի, որ ավելի լավ լինի իր հասակին, կամ ընդհակառակը մի փոքր երկարացնեք։ Հիմա անցնեմ մոդելի քննարկմանը։ Այստեղ կարևոր հատվածներից մեկն է, որ հասկանանք, թե ինչ կտորից ենք կարելու։ Եթե կարվում է, օրինակի համար, վերարկուի համար նախատեսված կտորից, ապա լավ կլինի, որ այդ կարը այստեղ լինի։ Այն ավելի էլեգանտ է նայվում, ավելի երկարություն է հաղորդում, ավելի գեղեցիկ է որպես վերարկուի համար եւ այստեղ կարը նույնպես ավելի գեղեցիկ կնայվի։ Չնայած մենք կարող ենք երկարացնել կպցնել այստեղ կամ այս երկու կարերը կպցնել այստեղ շարունակել, այստեղ այս շալանման օծիքը անել ընդհանուր առանց կարի։ Բոլոր այս process-ները, որոնք մենք աշխատանքի ընթացքում հեշտացնում ենք, մեր համար որպես վարպետներ հեշտ է լինում այդ աշխատանքը կատարել, բայց գեղեցիկ է նայվում աշխատանքը, երբ որ այնտեղ կա մի փոքր բարդություն, կապված մոդելավորման հետ, կապված կատարած աշխատանքի կամ մշակումների։ Քննարկում ենք մոդելը։ Ուշադրություն ենք դարձնում, որ կարերը սիմետրիկ են աջ ու ձախ կողմերում, եւ այս գոտկային սեղմոնը, որ բարձրանում է մինչև կրծքի կենտրոն, հանու համարյա թե կրծքի կենտրոնը բարձրանում, այն նույնպես կրկնվում է հաջորդ այս կողմի համար եւ այն նույնպես սիմետրիկ է։ Ուշադրություն ենք դարձնում, որ այստեղ երկլանջանի է, այսինքն երկու բորտանի է։ Լինում է մեկ բորտանի, մի լանջանի եւ երկու լանջանի։ Երկու լանջանի տարբերությունը մեկ լանջանից այն է, որ այստեղ մի կոճակ է, այստեղ երկու կոճակ կարող է լինել։ Բնականաբար այս մոդելի վրա կոճակներ չկա, կարող է ներսից ինչ-որ կնոպկաներ լինի կամ ինչ-որ մի բան, մենք չեք տեսնում հիմա ինչպես է մշակված, բայց ձևվածքը երկլանջանի, այսինքն երկու բորտանի է։ Եվ եւս մի կարևոր մաս, որի վրա ուշադրություն եմ դարձնում, դա այսպիսի կոնքերի միանգամից եկող մասն է, որի համար ես այս մոդելը ընտրել եմ հիմա, որտեղ ես այն օգտագործել եմ իմ աշխատանքում, որ այստեղ իրականում կարող է չունենալ կոնք։ Կոնքը կարող է լինել այս հատվածում, այսինքն ահա այսպիսի կարող է լինել այստեղ մեր այս գիծը, սա կտորից է առաջացել այս անջյունը։ Եվ այս մասը նախագծելու ժամանակ մենք նույնպես այսպիսի միանգամից ստանալու ենք։ Եթե մենք փոխենք, ապա մենք կստանանք մեկ այլ ուրիշ մոդել։ Դրա համար դա անպայման նույնպես պետք է քննարկեք հաճախորդի հետ։ Ցանկանում է արդյոք այսպիսի կոնքեր ունենալ, որտեղ հավելյալ այս հատվածում կտոր է։ Իսկ դուք որպես կոնստրուկտոր եւ տեխնոլոգ պետք է մտածեք, թե ինչպես պետք է մշակվի այս հատվածները, որ այստեղ փոս չգնա, ծալքեր չառաջանա կրելուց, որտեղ մարմնի մաս չի լինելու։ Քանի որ սա ժակետի կամ պիջակի, այսպես ասենք, ձևվածք է, ընդհանուր առմամբ դա այդպեսին է ձևված։ Ուշադրություն ենք դարձնում, կա արդյոք կողքի դետալ։ Այստեղ ես չեմ տեսնում այդ կարը, որտեղ այստեղ կարերը հստակ երևում են, բայց կարող է լինել, կարող ենք ինքներս մտածել եւ այստեղ կատարենք օրինակի համար եւս մի կար կողքից եւ ունենանք կողքի կարի հետ հետեւամասի, այսինքն մեջքից ունենանք այդպիսի մի կողային դետալ։ Դա ինքնին կարող ենք որոշել, նույնպես կարող ենք ստանալ այս ֆորման ունենալով այդ ձևածքը արդեն կտրել բացելով, որը կբերի մոդելի փոփոխության։ Ցանկացած փոփոխություն, որ մենք կատարում ենք մոդելի հետ, հնարավոր է հաճախորդը ասի, ես ցանկանում եմ, որ սա լինի այսպես, ես ցանկանում եմ, որ սա լինի այնպես, բոլոր հնարավոր տարբերակները պետք է քննարկեք, որ հասկանաք, արդյոք դա կհամապատասխանի իր պատկերացումների դե, ամեն դեպքում այս կտորի հետ այդ փոփոխությունները կբերի օրինակ ավելի մեծ ծավալի ինչ-որ միտեղ, կամ հնարավոր չի լինի ստանալ կոր հատված, այնպես ինչպես որ դուք մտածել եք կոնկրետ այդ կտորի համար։ Այսինքն քննարկվում է ամեն ինչ։ Դուք որպես մասնագետ պետք է տիրապետեք այդ բոլոր ինֆորմացիային, որտեղ հաճախորդը շատ անգամ երևակայում է, մտածում է, որ հնարավոր է, ավելի հեշտ տարբերակով է մտածում, բայց ինչպես պետք է իրագործվի, նա այդ ճանապարհների մասին չգիտի։ Ճանապարհները պետք է իմանաք դուք եւ հստակ ուղղություններ տաք։ Ուրեմն մենք այստեղ ունենք կրծքի սեղմոն, այո, սա կրծքի սեղմոնն է, որը տեղափոխվել է դեպի ուսի այս վզի հիմքի կետ, ունենք գոտկային սեղմոն, որը բարձրանում է մինչև կրծքի կենտրոն եւ ձգվում է ներքև մինչև ստորի եզր։ Դա ռելիեֆային կար չի, որը գնում է դեպի պրոյմա, այսինքն թևի փորված կամ դեպի ուս, կամ դեպի օրինակի համար ինչ-որ մեկ այլ ուրիշ տեղ։ Ռելիեֆային կարը պետք է միտեղ գնա եւ վերջանա, բայց վերջացած չի, այսինքն այստեղ կար չկա, այսինքն սա սեղմոն է, որը շարունակվել կարվել մինչև ներքև։
որը վերածվել է, այսպես ասենք, ռելիեֆային կարի գոտկատեղից ցած հատվածում։ Այս կարը հնարավորություն է տվել ստեղծել այսպիսի գրպան, որը բավականին հետաքրքիր է, ըստ իս, որտեղ այս դետալը առանձին է եւ այն կարող է արդեն միանգամից ներսի մշակվող դետալով, այսինքն պատզորը, սա երևացող կտորն է, որ գրպանի այս ներսից երևում է, եւ ապտաճկան, որը մշակում են այս մեր գրպանի ներսի կողմը, որ պահպանի այս հատվածը, ամբողջական ձևածքի կարող են լինել։ Հայերեն դա շերտակտոր է, իսկ նա, եթե չեմ սխալվում, գունաշերտ կտոր։ Թևքի հատվածը, նախ ուշադրություն ենք դարձնում ուսի հատվածը, այստեղ ըստ իս մի փոքր ուսը լայնացած է, մոտավորապես 1 ռազմեր, 1 ռազմերը դա 1 սանտիմետր է, 1.5 ռազմեր նույնիսկ կարող եմ ասել, որ ուսը կարող է այստեղ լինել, բայց մի փոքր մեծացրել են, այսինքն կախ ուս են սարքել եւ այստեղ բարձիկով բարձրացրել են, լայնացրել են ուսերը, որ համահունչ լինի ներքևի այս լայնության հետ եւ ունենան այս ավազի ժամացույցի տեսքը։ Այս լայն ուսերը ոչ բոլորին է, որ կարող է սազել, օրինակի համար պետք է ունենաք սովորական ուսեր լայնությամբ կամ նեղ ուսեր։ Նեղ ուսերի դեպքում իդեալական տարբերակ է, բայց եթե ձեր ուսերը լայն է, ապա սա ձեզ ավելի վերևը կլայնացնի, դրա համար եթե հաճախորդին մոտ դուք դա նկատում եք, փոփոխությանը ենթարկվում։ Այդ թվում նաև պարանոցի հատվածը։ Եթե հաճախորդը չունի երկար պարանոց, ապա նմանատիպ օձիքները այս բարձրության իր համար հակացված է։ Պետք է կամ փոքր լինի բարձրությունը, կամ ընտրեք մեկ այլ ուրիշ, օրինակ կանգունակով ինչ-որ մեկ այլ ուրիշ տարբերակ։ Բոլոր այդ փոփոխությունները մոդելի փոփոխություններ են, այսինքն չի լինում, որ դուք այս մոդելը կարեցիք, ստացվում է կարեցիք այս մոդելից առաջացած մեկ այլ ուրիշ մոդել։ Թևքը լինում է մեկ կարանի եւ երկկարանի։ Իրականում բոլոր տեսակի այս հագուստի տեսակների համար օգտագործում են երկկարանի թևը։ Մեկ կարանի, երբ որ մենք բլուզ ենք կարում, վերնաշապիկ ենք կարում, երկկարանի թևը, պիջակներ, տղամարդկանց համար, ժակետներ, կանանց համար, վերարկուներ եւ տղամարդկանց եւ կանացի։ Երկկարանի թևքը լինում է մի հատ կար այստեղից, մենք նույնիսկ տեսնում ենք այդ կարը։ Մյուս կարը մեջքի հատվածից է գալիս է դեպի ահա այսպես։ Դա հնարավորություն է տալի գեղեցիկ թևքը ձևավորել, երբ որ թևքը ահա այսպիսի լայնություն ունի։ Ի նկատի ունեմ թևքի նորմալ դիրքին համապատասխան թև առանց ինչ-որ մի ավելնորդ աշխատանքների, այսինքն մենք ստանում ենք հենց այդ աստիճանը, որ պետք է ունենանք թևվածություն, քանի որ մեջքի հատվածից այդ մեջքի թևքի երկրորդ կարը ընկնում է հենց արմունկի այդ հատվածում եւ ձևավորվում է այս կորգիծը, որը առաջացնում է արդեն հարմար թևք։ Տղամարդկանց դեպքում դրվում են կոճակներ այստեղ, լինում է դեկորատիվ, այս բացվածքի մշակումը սա շլիցան է, շլիցան եւ բացվածքը նրանով են տարբերվում, որ շլիցան իրար վրա եկող է, իսկ բացվածքը ունի ուղղակի այսպիսի ճեղք եւ վերջ։ Կանանց դեպքում իրականում սա չեն անում, բայց ըստ մոդելի մենք հիմա չենք տեսնում, կարող ենք ասել, որ այն կարող է լինել։ Եթե մենք ցանկանում ենք վերցնենք տղամարդկանց հագուստից ինչ-որ էլեմենտ, դա կարող ենք կիրառել նաեւ այստեղ, որը որ շատ հաճախ նույնպես կիրառվում է։ Բայց կարող ենք նաեւ ուղղակի սովորական մշակել այս հատվածը առանց բացվածքի։ Ուրեմն այստեղ առանձին դետալներ չկա եւ մենք ունենք մոտավորապես ահա այսպիսի մի հատ ձևվածք, որտեղ կրծքի սեղմոնը եկել է դեպի այս հատվածը, այստեղից գոտկային սեղմոնն է, որը վերածվում է մինչև ներքև կարի, ռելիեֆային երկ լանջանի է, այսինքն երկու բորտանի է, եւ այստեղ գոտկատեղի մակարդակից ավելացած այսպիսի կոնք կա, որը ուղիղ իջնում է ներքև։ Մեջքի հատվածը շատ նման է այս հատվածին, կարծում եմ այստեղ կարող է լինել շարունակություն, կարող է չլինել, այն տեղ կլինի, հնարավոր է կա միայն ահա այս ռելիեֆային կարը։ Ես մեջքից նկար չունեմ։ Այստեղ կա կտրվածք, որը վերածվում է գրպանի, եւ մենք ստանում ենք մեկ դետալ, այսպես ամբողջական, եւ երկրորդ դետալը։ Կրծքի կենտրոնը սա է, եւ այստեղ կա կրծքի սեղմը, որ եկել է այստեղ, եւ կա կրծքի սեղմը, որ վերածվել է ներքևը ռելիեֆային կարի։ Ես սրա մոդելավորումը ձեզ ցույց տալու։ Մոդելավորումը բաց տարբերակով լինելու է արագացված տարբերակով, իսկ բացատրությամբ, այսպես հայերեն բացատրությամբ ես տեղադրել եմ միայն իմ վճարովի Telegram ալիքում, այդպիսով ես մոնետիզացնում եմ իմ աշխատանքները, քանի որ իմ ոչ մի հարթակում, YouTube-ում, Instagram-ում եւ Facebook-ում իմ աշխատանքները, իմ վիդեոները չեն մոնետիզացվում, այսինքն ես ընդհանրապես հասույթ չունեմ։ Այսպիսով ես մոնետիզացնում եմ իմ վիդեոները։ Շնորհակալություն բոլորին դիտումների համար։